Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Արկածների հետքերով անցնենք փորձությունը ջրսով հետքերով արկածների Խնդրեմ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, որպես մշակութային և ճարտարապետական կենտրոն։ Պաշտոնապես բացվել է 1933 թվականին։ Այն պատրաստված է մոխրագույն և վարդագույն տուֆից, ինչը շենքին հաղորդում է տաք ու հարազատ գույն։ Բայց ինչ հետաքրքիր աշխատանք է ճարտարապետի աշխատանքը։ Նա հետաքրքիր է ու բարդ։ Պատկերացնում ես ինչքան ժամանակ է պահանջվել նման շենք կառուցելու համար։ Դե այս գեղեցկության նախագծումը սկսվել է 1926 թվականից, իսկ շինարարությունները ավարտվել են 1939 թվականին, սակայն մինչ շինարարության ավարտը այն բացվել է։ Կարելի ասել ամբողջովին շինարարությունը նախագծումից մինչև շինարարության ավարտ տևել է 13 տարի։ Այս շենքը համաշխարհային մրցանակներ է ստացել իր նախագծման ճշգրտության ու գեղեցկության համար։ Հա? Չգիտեի, որ այդպիսի մրցանակներ կան։ Երեխեք, ես որոշեցի։ Ես ցանկանում եմ ճարտարապետ դառնալ։ Տեսնում եմ գորին ոգևորում այն ամենը, ինչի մեջ մրցանակ կա։ Չբայց պատկերացրեք, դառնամ ճարտարապետ ու նման մի շենք կառուցեմ։ Գորջան, ես չեմ ցանկանում կոտրել քո ոգևորությունը, բայց դու հասկանում ես, թե այդ ինչ պատասխանատվություն է քեզնից պահանջում։ Եվ համբերություն։ Ասում են անգամ Թամանյանը գիշերները անցկացրել է շինհրապարակում եւ նա անձամբ հետևել է շինարարության աշխատանքներին, քանի որ այդ ժամանակ սուղ է եղել տեխնիկայի ու հումքի քանակը։ Այդ ժամանակահատվածում անգամ բարդ է եղել նման ծավալուն շինարարություն անելը, քանի որ հողը եղել է փխրուն եւ այս շենքը կառուցելու համար հսկայական քարեր են դրել։ Իսկ ինչի են տեղադրված հենց Թումանյանի ու Սպենդիարյանի արձանները։ Ես դա գիտեմ, որովհետև այստեղ առաջինը բեմադրվել է Ալեքսանդր Սպենդիարյանի Ալմաստ օպերան եւ այդ իսկ պատճառով նրա արձանը տեղադրել է շենքի բակում։ Ապրես, 10 ես ստանում։ Իսկ ով գիտի, Թումանյանի արձանը ինչու է կանգնեցվել։ Այդ չգիտեմ։ Ես էլ չգիտեմ։ Սպենդիարյանը Ալմաստ օպերան գրել է ոգեշնչվելով Թումանյանի թմկաբերդ հարումից։ Այ դա գիտեմ։ Հեյ, պարոններ ականջարեք թափառական աշուղին, սիրուն տիկնայք ջահել տղերք, լավ ուշ դրեք իմ խաղին։ Ապրես, 10 ես ստանում։ Շնորհակալ եմ Աննա։ Հետագայում երկու հայ մեծ արվեստագետների արձանները կանգնեցվեցին օպերա եւ բալետի թատրոնի երկու կողմերում։ Մի կողմում Սպենդիարյանը, ով օպերայի հեղինակն էր, իսկ մի կողմում Թումանյանը, ով գրել էր պոեմը։ Այսպիսով, օպերայի եւ բալետի թատրոնի երկու կողմերում կանգնեցվել են կոմպոզիտորի արձանը եւ բանաստեղծի, որպես ստեղծագործական միասնության խորհրդանիշ։ Ափսոս, որ Մարիան մեզ հետ չի ու չի լսում այս ամեն ինչի մասին։ Երեխեք, եթե նա շատ է սիրում երաժշտությունը, նշանակում է Ինչ։ Որ գաք կիմանաք։ Մի րոպե։ Տեսեք ինչ եմ գտել։ Հետի չա։ Դուր տեսնեմ։ Հատուկ նրանց համար, ովքեր եկել են արկածներ փնտրելու։ Հաստատ Մարիանա գրել։ Ես գիտեի, նա այստեղ է գալու։ Կարդա տեսնենք ինչ ա գրել։ Իմ ընկերներ, եթե դուք հիմա կարդում եք այս նամակը, ուրեմն եկել եք եւ ծանոթացել եք Երևանի լավագույն ճարտարապետական շինություններից մեկի հետ։ Շարունակեք ուսումնասիրել քաղաքի ճարտարապետությունը եւ մենք շուտով կհանդիպենք։
Որպես հուշում, թե ես որտեղ եմ լինելու, կարող եմ ասել, որ այդ շինությունը օգնում է վերադառնալ Երևան եւ գնալ նրանից շատ հեռու։ Վերջ, այսքանը, ուրիշ բան չի գրել։ Ախր, լսեք, էլի ինձ։ Ես ինչքան ժամանակ է ասում եմ, որ ես կարողանում եմ մտածել ոնց Մարիան, այ որ մի քիչ շուտ դուրս գայինք, մենք արդեն նրան հանդիպած կլինեինք։ Մարիան սկսել է մեր օրագրի հեղինակի պես խոսել։ Ինչ որ խորհրդավոր հանելուկներ է թողնում։ Մեկը քիչ էր, երկրորդը ավելացավ։ Մեկը ասում է գնա մասնագիտություն բացահայտի, մյուսն էլ գտիր այն վայրը, որտեղ ես ձեզ կսպասեմ։ Ու ոչ մեկն էլ չի ասում, թե եթե հոգնած եք, գնացեք պարկեք, բաղբաղակ Լավ, կերեք։ հերիքա բողոքես։ Դրանք մեր բացահայտումները ավելի են հետաքրքրացնում։ Հա, համաձայն եմ։ Բայց խոստացեք, որ այսուհետ ինձ լսելու եք, որովհետև ես կարողանում եմ շատ արագ ու շատ պատահական ճիշտ պատասխաններ տալ։ Լավ, կլսենք քեզ։ Թե չէ մյուս անգամ ինքը կարող է կապ օրագրի հետ թույլ համարի ու մենք սկսենք գորին փնտրել։ Այդ շինությունը օգնում է վերադառնալ Երևան եւ գնալ նրանից շատ հեռու։ Դե ասա Գորջան, ինչ նկատի ունի Մարիան։ Դե չէ, երեխեք, սպասեք, այդ process-ը այդքան էլ հեշտ չի, պիտի մտածեմ։ Ես կարծում եմ օդանավակայանը նկատի ունի։ Ես էի ուզում ասել, օդանավակայանը օգնում է գնալ ու վերադառնալ, շատ ճիշտ է։ Բայց ոնց որ ինչեւ հիմա չէր հասկացել, թե ինչ նկատի ունի Մարիան։ Չէ, հասկացել էի, ինչի՞ չէի, հասկացել որ։ Դե մի տեսակ համոզիչ չես ասում։ Իսկ ես կարծում եմ, որ ինքը նկատի ունի գնացքների կայարանը։ Կամ էլ գնացքների կայարանը, երկուսն էլ շատ հնարավոր տարբերակներ են, շատ ճիշտ է։ Լավ։ Հիմա որոշի ուր ենք գնում առաջինը։ Այ քեզ բան։ Կամ մենք ընդհանրապես պատասխան չունենք, կամ էլ միանգամից երկուսը։ Երկուսն էլ շատ հնարավոր տարբերակներ են, չգիտեմ։ Բա մի քիչ առաջ ասում էիր, որ քեզ լսենք։ Դե դու ամեն ինչ գիտես ու կարողանում ես ճիշտ կողմնորոշվել։ Լավ, սպասեք մտածեմ։ Մտածեմ ոնց Մարիան կմտածեր։ I believe I can fly։ Չէ, երեխեք, ինձ թվում է ես գնացել եմ կայարան։ Վերջ, գնում ենք կայարան։ Շատ լավ։ Հաջորդ կանգառը Երևանի երկաթուղային կայարան։ Երևանի երկաթուղային կայարանը գեղեցիկ շենք է, որը ճարտարապետի Էդմոն Տիգրյանյանի կողմից մտածված էր որպես հսկա, գրավիչ եւ հզոր տեսք ունեցող շինություն, որպեսզի քաղաք մտնողները միանգամից հասկանային, որ մուտք են գործում գեղեցիկ զարգացող քաղաք։ Պաշտոնապես այն բացվել է 1956 թվականին, սակայն ոչ ամբողջությամբ եւ այն տեսքով, որը հիմա մենք տեսնում ենք, բացակայում էր այս հսկա աշտարակը, որը շենքին տալիս էր ամբողջական տեսք։ Այն կառուցվեց 1966 թվականին։ Այստեղ է Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր երկաթուղային հանգույցը եւ կարևորագույն տրանսպորտային կենտրոնը։ Գեղեցիկ է մտածված։ Հասկանում եք, չէ՞, սա առաջին շենքն է, որը տեսնում է առաջին անգամ Երևան ժամանացյուրը։ Շատ տպավորիչ է։ Դե ես որպես ապագա ճարտարապետ պիտի մտածեմ նաև շենքի շինության թողած տպավորության մասին, այլ ոչ միայն նշանակության ու հարմարավետության։ Ներսում կան բարձր առաստաղներ, գեղեցիկ կամարներ։ Այս շենքը նույնպես իր մեջ ներառում է հայկական ավանդական ճարտարապետության տարրեր։ Դարձյալ շատ խորհրդանշական բան կա այս շենքի մեջ։ Մտնողը բացի հզոր շենք տեսնելուց միանգամից ծանոթանում է հայկական էպոսի ու պատմության հետ։ Այո, հենց կայարանի առջև է գտնվում Երևանդ Քոչարի գլուխգործոցներից մեկը՝ Սասունցի Դավթի հսկայական արձանը։ Ժամանողը հասկանում է, որ մուտք է գործել պատմությամբ լի քաղաք, իսկ հեռացողը, որ անպայման հետ է գալու։ Այո, այս կայարանը նաև կարևոր նշանակություն ունի քաղաքի ընդհանուր զարգացման համար, քանի որ այստեղից ոչ միայն մարդիկ են մեկնում եւ ժամանում, այլև շատ կարևոր բեռներ են տեղափոխում։ Այ հիմա հասկանում եմ, երբ ասում են երկաթուղին համարվում է քաղաքի այրունատար համակարգը։ Ես զարմացած եմ քո գիտելիքներով, շատ ճիշտ ես։ Ափսոս, որ հիմա քիչ են երկաթուղային ճանապարհները։ Այո, հիմա գործում են մի քանի երթուղիներ՝ Երևան Արաքս, Երևան Երազղ, Երևան Գյումրի, Երևան Թբիլիսի ու Բաթումի։ Վստահ եմ, կգա ժամանակ, երբ այստեղ կգան ժամանակակից արագընթաց գնացքները։ Իսկ ինչ եք կարծում։ Մենք այստեղ կգտնենք Մարիային։ Դե, պիտի փնտրենք։ Դե գնացինք, որ գտնենք։ Ով փնտրում է, գտնում է։ Գնաց։ Երեխեք։ Մենք կարծես ճիշտ ուղու վրա ենք, բայց էլի Միքայել հետ ենք Մարիայից։ Ինչ, էլի հուշում ես գտել։
Ինքը երաժշտություն սիրում էր, չէ՞։ Դե հա։ Խնդրեմ։ Կարդում եմ։ Ընկերներ, եթե դուք կայարանում եք, նշանակում է շատ լավ եք ճանաչում ինձ։ Երևանի ճարտարապետությունն ուսումնասիրելն ինձ բերեց այս գեղեցիկ շենքի մոտ։ Կարող եմ ասել, որ ես հիացած եմ այս շենքի նշանակությամբ եւ գեղեցկությամբ։ Սակայն եւս մեկ հուշում։ Ճանապարհորդելը մարդկության ամենասիրելի զբաղմունքներից մեկն է եւ այն բավարարում է հետաքրքրասիրությունը, որը կա յուրաքանչյուրիս մեջ։ Մենք էլ ենք սիրում հետաքրքրվել այս կամ այն շինությամբ, դեպքով կամ մարդու կյանքով։ Կարելի է ասել, որ հետաքրքրասիրությունն է ստեղծում արկածներ։ Տեսնենք ձեր հետաքրքրասիրությունը կտանի ձեզ այն վայրը, որտեղից գնում ես աշխարհն ուսումնասիրելու։ Ասում էի, չէ, օդանավակայանը նկատի ունի։ Ես էլ եմ այդպես կարծում։ Բայց մենք գորին լսեցինք։ Գորջան, բա ասում էիր, ես կարողանում եմ ուրիշների պես մտածել։ Տեսար, որ էլի քեզ լսեցինք ու չգտանք Մարիային։ Ընկերներ, մի բարկացեք։ Հա, ես ասել եմ կարողանում եմ մտածել Մարիայի պես ու մտածել եմ։ Ու ճիշտ էլ մտածել եմ։ Այս քո ձեռքի նամակը ապացուցում է, որ նա այստեղ եղել է։ Ուղղակի մենք մի քիչ ուշացել ենք։ Համ ճիշտ ասում, համ սխալ։ Ինչ լեզու ունի է։ Դե, քանի դեռ մենք օպերայում ենք, փաստորեն նա եղել է այստեղ։ Հիմա եթե մենք գնանք օդանավակայան, նա կլինի մի ուրիշ տեղ։ Պետք է մտածենք մի քայլ առաջ։ Հա, բայց մենք շարժում ենք Մարիայի թողած հուշումներով, ոնց ենք իմանալու, թե նա ուր է գնացել։ Դու հաստատ մտածում ես, որ այս հուշումով ինքը օդանավակայանը նկատի ունի։ Դե հա, պարզից էլ պարզ է։ Նախորդ հանելուկում ասում է վայր, որտեղից գնում ես եւ վերադառնում։ Իսկ հիմա ասում է վայր, որտեղից գնում ես ճանապարհորդելու։ Տրամաբանեք։ Այ այս դրամաբանությամբ օդանավակայանը ճիշտ պատասխանը։ Բայց մի հատ հարց։ Մենք ոնց ենք մեծ օդանավակայանում գտնելու Մարիային։ Երեխեք, ես հոգնեցի, արդեն գնացեք դուք երկուսով է ձեր որոնողական արկածային արշավին։ Ոնց հոգնեցիր, այսինքն։ Բարի բուն իմաստով։ Ես էլ ձեր հետ չեմ գալիս։ Հա, բայց քեզ ինչ եղավ։ Քիչ էր այս ամենը, որ այսքան շենքեր ուսումնասիրեցին, կարևոր փաստեր իմացանք առանց Մարիայի, հիմա էլ առանց ինչ շարունակեք։ Գոր, բայց ինքը մեր ընկերն է ու հնարավոր է մեր կարիքը ունի, մենք ոնց կարող ենք նրան մենակ թողնել։ Մենք նրան մենակ չենք թողել։ Ինքն է որոշել, որ պիտի գնա մենակ արկածների հետքերով։ Ու ստացվում է, որ նա հիմա գնում է արկածների հետքերով, իսկ մենք Մարիայի։ Ծիծաղելի է, բայց այո, դա այդպես է։ Մենք նրան չենք էլ նեղացրել ու առավել եւս չենք էլ ասել գնա մենակ արկածներ փնտրելու։ Կապ չունի Գոր, ինքը մեր ընկերն է ու սպասում է մեզ։ Իսկ թե ինչի է նման բան որոշել, մենք կգնանք, կփնտրենք, կգտնենք դրան ու կխնդրենք, որ բացատրի։ Իսկ ինչ գիտես, որ սպասում է։ Կարող է նա հիմա տանա, հանգստանում է իր համար, իսկ մենք այստեղ իրան ենք փնտրում։ Արմենի ձեռքի նամակնապացուցում է, որ նա մեզ սպասում է ու գիտի, որ գնալու ենք նրա հետևից։ Դրա համար մեզ փոքրիկ հուշումներ է թողնում։ Գոր, մինչև ես դու էիր մեզ ոգևորող արտահայտություններ ասում ընկերության, իրար լսելու, իրար օգնելու մասին։ Հիմա մենք քեզ պիտի բացատրենք ինչքան կարևոր է դժվար պահերին իրար կողքին լինելը։ Այո, դու այսօր ոգևորվեցիր եւ ցանկացար ճարտարապետ լինել, բայց զայրանում ես ամենափոքր խնդիրներից։ Պատկերացնում ես ճարտարապետներին, նրանք ինչ խնդիրներ են ունեցել եւ ինչպես են դրանք լուծել։ Ճարտարապետությունն ինչ կապ ունի։ Դե ընկերությունն էլ է ինչ որ իմաստով ճարտարապետություն, պետք է հարաբերությունն այդ այնպես կառուցես, որ հիմքը ամուր լինի։ Այ ոնց որ օպերայի շենքի հիմքում են մեծ քարեր դրել, որ հիմքը ամուր լինի, այնպես էլ ընկերության հիմքը պիտի ամուր լինի, որ չքանդվի առաջին իսկ ցնցումներից։ Հիմա որոշիր, միանում ես մեզ, թե ոչ։ Մենք գնում ենք մեր ընկերոջ հետևից ու գիտենք, որ մեզ սպասում է։ Հա, մեզ էլ է հետաքրքիր, թե ինչի է նա այդ քայլին դիմել, բայց դա երկրորդ հարցն է։ Առաջի հարցն այն է, թե հիմա ուր է նա։ Ես վստահ եմ, նրա մոտ էլ կան շատ հարցեր ու ինքը սպասում է մեզ, թե մենք երբ ենք գնալու նրա մոտ։ Լավ, երեխեք, կներեք։ Իպա կորցրեցի ինձ։ Ոչինչ։ Պատահում է։ Մեր ընկերության հիմքն այնքան ամուր է, որ այսպիսի փոքր ցնցումները մեզ ոչինչ չեն անի։ Լավ, հիմա դուք ասեք, ուր ենք գնում։ Գնում ենք Զվարթնոց օդանավակայան։ Ճանաչելով Մարիային, վստահ եմ նա մեզ այնտեղ է սպասում։ Հա, համաձայն եմ։ Ու հիշեք, որ այս մի արկածը ուղիղ կապ ունի ճարտարապետության հետ։ Ասեմ ձեզ, որ Զվարթնոց օդանավակայանի հին շենքը բավականին տարբերվում է իր տեսքով։ Աննա, քեզ խնդրում եմ, մինչև օդանավակայան հասնելը մեզ համար գեղեցիկ ինֆորմացիա պատրաստի շենքի մասին։ Խոստանում եմ, դուք կզարմանաք։ Գիտես, մի օր, այսպես միանգամից չի համաձայնել իմ մաթեմատիկայի տնային աշխատանքների օգնելու հարցում։ Սպանեցիր ինձ, կօգնեմ բոլոր տնայիններդ կանես։
Լավ, գնացինք։ Խնդրեմ, այստեղ Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանի նոր շենքն է, իսկ այն կողմում հին շենքը։ Որը նաև այլ կերպ անվանում է կլոր շենք։ Ինչ հետաքրքիր է, հնի ու նորի մեջտեղում։ Բայց նաև շատ հետաքրքիր է, թե Մարիային որտեղ են գտնելու։ Եկեք սկսենք այստեղից։ Գիտեք, հարցումները ցույց են տվել, որ մարդու մոտ ամենաշատ էմոցիաներ առաջացնող վայրերից մեկը դա համարվում է օդանավակայանը։ Այո, իհարկե, սա ոչ միայն կարևոր շինություն է, որտեղից մարդիկ ճանապարհորդում են, այլ այստեղ մարդիկ իրար են հանդիպում երկար բաժանումից հետո, լցված կարոտով եւ իրար նորից տեսնելու մեծ ցանկությամբ։ Այո, մեր գլխավոր օդային դարպասը բացում է հույսերի, ապրումների դուռը մարդկանց հոգիներում։ Այստեղ մարդիկ իրարից բաժանվում են ու նորից միանում իրար։ Չէ, ես հաստատ ճարտարապետ եմ դառնալու։ Դե եթե ճարտարապետ ես դառնալու, ասա, այստեղ ամեն դետալ ինչի համար է մտածված։ Իմ կարծիքով, այս ապակե տանիքը ապահովում է բնական լույսը ամբողջ շինության մեջ։ Դե առհասարակ մեր օդանավակայանը համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ պարունակում է բազում հայկական սիմվոլներ։ Այնքան ենք տարվել շենքի գեղեցկությամբ ու ճարտարապետական լուծումներով, որ մոռացել ենք ամենակարևորի մասին։ Հա, Մարիային է պետք գտնել։ Գոնե ինչ-որ գրություն թողներ, որ իմանանք էլ որտեղ ենք իրան փնտրելու։ Ինձ փնտրելու կարիք չկա, ես այստեղ եմ։ Ինչու նման բան արեցիր։ Հա, Ինչի էր գնացել արկածների հետևից առանց մեզ։ եթե ինչ-որ բան ենք ասել, որ քեզ նեղացրել է, միանգամից ասում ենք կներես։ Ես նեղացած չեմ ձեզանից։ Իսկ ինչի նման բան արեցիր։ Հասկանում եք, երբ առավոտյան արթնացանք ու բոլորդ պատմում եք ձեր երազների մասին, ինձ մոտ հարց առաջացավ։ Իսկ ես ինչի չեմ տեսել երազ, որում արկածներ կլինեին։ Մտածեցի, գուցե ես այդքան էլ կապված չէի արկածների հետ։ Այդ հարցը սկսեց ինձ տանջել։ Մտածեցի, Արմենը ամեն ինչ կազմակերպում է։ Աննան ունի բոլոր հարցերի պատասխանները։ Գորը երբեք չի ընկճվում ու ամենածանր պահերին գտնում է ամենաբարդ պատասխանները եւ Բազմիցս չհասկանալով որ գտա, դա լինում է պատահական։ Իսկ ես մտածեցի, ես ինչ եմ անում բացի ձեր կողքը լինելուց։ Ցանկացա մեկ անգամ լինել ինքնուրույն գտնել պատասխանները։ Փորձում եի ինքս ինձ ապացուցել, որ առանց ձեզ կարող եմ մտածել ձեր պես, իսկ դուք առանց ինձ կարող եք մտածել ինձ պես։ Այդ պատճառով ես հեռացա ձեզանից։ Բայց ինչպես տեսնում եք, մենք նորից միավորվեցինք։ Իսկ դա նշանակում է, որ իմ փորձը ստացվեց։ Խնդրում եմ, նման փորձեր էլ չանես։ Հա, դու մեզ հարցրա, մենք կպատասխանենք։ Համել կարևոր չի թե ով ինչ անում, կարևորը որ մենք բոլորով ենք դա անում։ Դա կոչվում է թիմ կամ ընկերություն։ Կներեք, եթե իմ պատճառով անհանգստացել եք։ Բայց ինչ հետաքրքիր ստացվեց։ Մենք սկսեցինք քարանձավներից։ Հիմա գտնվում ենք դեպի վեր բարձրանալու հնարավորություն տվող շինության մեջ։ Ինչ որ խորհրդանշական բան կա այս ամենի մեջ, չեք կարծում։ Խորհրդանշական թե ճարտարապետական։ Մենք այս ընթացքում մի բան ենք մոռացել։ Էլեկտրոնային օրագիրը։ Եկեք էմոցիաներով լի, պատմենք էմոցիաներով լի շենքի մասին։ Զվարթնոցի հին շենքի մասին։ Այո, թիմային աշխատանք սկսի։ Սկսեք։ Շենքը նախագծվել է 1970-ականներին։ Ճարտարապետը Արթուր Թարխանյանն էր։ Դե ես որպես ապագա ճարտարապետ ուսումնասիրել եմ այդ ճարտարապետի գործերը ու ասեմ, որ բոլորը տարբերվող են եւ ուշագրավ։ Այդ ճարտարապետի հայտնի գործերից են օրինակ Մարզահամերգային համալիրը, Ռասիա կինոթատրոնը, երիտասարդության պալատը կամ ժողովրդական լեզվով ասած կուկուռուզնիկը։ Նրա ձեռագիրը եւ ստեղծած շինությունները բոլորը տարբերվող են եւ արժանացել են բազմաթիվ մրցանակների։ Նա եղել է մոդեռնիզմի լավագույն ներկայացուցիչներից մեկը։ Դե երեխեք, այսօր մենք ուսումնասիրեցինք շատ գեղեցիկ մասնագիտություն։ Հասկացանք, որ ընկերությունը եւս որոշ չափով ճարտարապետություն է։ Իսկ ճարտարապետությունը պահանջում է ունենալ տաղանդավոր գաղափարակից ընկերներ։ Տեսնենք հաջորդ արկածը մեզ ուր կտանի։ Ավելի ճիշտ եկեք գնանք, որ տանի։ Գնացինք։ Հավաքվել ենք մենք ընկերներով, ընտրում ենք արկածներ։
հիշողություններ Մարիա, Աննա, Արմեն ու Կոտ, տևում ենք քարտեզին, Գնում ենք մենք ճամփաներով, որ հասնենք նպատակին թող մանկությունը մեր ակտիվ հերտանքը լինի, անցնենք փորձությունը ճասով հետքերով արկածների հետքերով, անցնենք փորձությունը ճասով հետքերով արկածների։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։